Աբովյան, Չարենցավան, Նորհաճն, Հրազդան, Բյուրեղավան, Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության մյուս թեկնածուների հետ շրջեց Կոտայքի մարզում։ Գագիկ Ծառուկյանը չի ուզում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, նա այդ պաշտոնի համար այլ թեկնածուներ ունի։ Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Արայի, ասեի, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ, իմ արածով, ասենք թե արել եմ, ստեղծել եմ, կայացել եմ, ես օգուջերի մարդ եմ, բայց որ ավելի պակաս խոսակցներ չլինի, ասի Ծառուկյանը վարչապետ լինելու համար եկեն գելա գյուղ է գյուղ, որ ձեն վեգալի վարչապետ դառնա։ Վարչապետ 4 հոգի թեկնածու կա, որոնք համ փորձ ունեն, համ պատրաստակամ են, համ կապել ունեն, համ արդյունք են ցույց տվել։ Ծառուկյանը ընդգծում է, որ իրենց ծրագրերի մոտեցումը հիմնված է արդեն կատարված աշխատանքի վրա, հիշեցնելով մարզերում եւ երկրում իրականացված շինարարական ու կազմակերպչական նախաձեռնությունները։ Նրա խոսքով Պաշտոնյան, որը պատասխանատու է ժողովրդի համար, սխալվելու իրավունք չունի եւ կոչ է անում քաղաքացիներին ընտրություն կատարելիս ոչ թե թեկնածուի ճարտար խոսքին նայել, այլ նրա ապրածին։ Հայրենասիրությունը բաժակաճառ չէ ու ինչքան ավելի գեղեցիկ խոսած։ Հայրենասիրությունը մարդը իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է արած բան ունենալ։ Այսօր ես ես նորից եմ ասում, ինչը վերցել եմ, զարգացել, ծաղկացել եմ։ Սպորտը վերցել եմ, սպորտը, որ 2-8 տարի մեդալ չեղի անկախության օրոք։ Միանգամից 4 տարի հետո 6 հատ օլիմպիական մեդալներ ենք բերել, կազմակերպել եմ, դպրոցներ սարքել, բացել, գույքով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքացիներին հանգամանորեն կներկայացնի իր նախընտրական ծրագրերն ու դրանում ներառված առաջնահերթությունները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։